Եվ մեր առաջին մասը աստվածաշնչյան ամուսնության հիմունքները, աստվածաշնչյան ամուսնության հիմունքները։ Մի րոպե ինձ մի պատվեք, շատ լավ, ասպես ավելի լավ է, շատ լավ։ Ուրեմն ամեն բանի առաջ ուզում ենք, որ հիմունքների վրա կենտրոնանք եւ հավատում եմ, որ ձեր մոտ ունեք տետրեր, գրիչներ, որբեսի նշումներ առնեք, սրանք ուրեմն մենք արձանագրում ենք, որ հետո կարանք օգտագործել էլի եւ բավական մեր արժեվ հիմունքներ կան, որ պիտի նայենք, ամուսնությունը ազոտ ծրագիրն է, ամեն բանի առաջ ամուսնությունը ազոտ ծրագիրն է, ամուսնությունը մարդկային գաղափար չէ, Տիրոջ խոսքի համաձայն է, բավական համարներ ձեր արժևը կլինեն, գնայենք շատ հատվածներ, համարներ, բայց դա չի նշանակում, որ ամեն հատված կամ ամեն համար պիտի նայենք։ Դու կարաք նշել ձեր մոտը եւ կարաք հետո անդրադառնալ նրանց, բայց շատ հատվածները կնայենք։ Ծննդոց 1, 27-ից 28 համարները ազոխոսքը հետևյալը ասում է. Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, ազո պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց, Աստված օրհնեց նրանց եւ Աստված ասաց նրանց. աճեցեք, բազմացեք եւ լցրեք երկիրն ու տիրեցեք դրան։ Ուրեմն ազո ծրագիրը ամուսնության համար ծննդոց առաջին գլխից հայտնված է մեզ համար։ Ամուսնությունը մի մարդու եւ նրա գնոջ միջև աստվածային ծրագիր է, աստվածային նպատակ է։ Հետո երկրորդ գլխի մեջ ծննդոց 2:20-ից 24 համարներում ասում է. եւ Ադամը բոլոր անոսուներին, երկրի թռչուններին, դաշտի բոլոր կազաններին անուններ դրեց, բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ Եվ դեռ Աստված մի խոր գուն բերեց Ադամի վրա, եւ գիտեք պատմությունը ինչ եղավ, եւ դեռ Աստված 22-րդ համար Ադամից վերցրած ոսկրից մի գին արարեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Ադամն ասաց. սա իմ ոսկորը իմ ոսկորներից եւ մարմին իմ մարմնից, սրան կգոչեն գին, որովհետեւ սա ամուսնուց վերցրեց, նրա մարդից վերցրեց։ Դրա համար մարդը կթողնի իր հորը եւ իր մորը ու կմիանա իր գնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Ազո ծրագիրն է ամուսնությունը, որ մարդը եւ իր կինը ամուսնալով նրանք մի ընտանիք կազմում են։ Մատթեոս 19-ում մեր Տեր Հիսուս Քրիստոս նայեցեք ինչ սովորեցնում է։ Մատթեոս 19 3-ից 6 համարները։ Մատթեոս 19 3-ից 6 համարները։ Փարիսեցիները նրա մոտ եկան եւ նրան փորձելու համար ասում էին. արդյոք թույլատրվում է, որ մարդն առանց ովևէ պատճառի արձակի իր գնոջը։ Տերեկամի շաբաթ առավոտ պիտի նայենք ամուսնալուծման նկատմամբ վերամուսնության եւ ամուրիության վրայով։ Բայց հիմա տակավին մենք ուսումնասիրում ենք ամուսնությունը թե է ազո ծրագիրը։ Եվ նրանք ուզեցին Տիրոջ փորձել, ասելով արդյոք թույլատրվում է, որ մարդն առանց ովևէ պատճառի արձակի իր գնոջը։ Հիսուս պատասխանեց ու ասաց նրանց. չեք կարդացել, որ արարիչը սկզբից արու եւ էգ ստեղծեց նրանց։ Արու եւ էգ ստեղծեց նրանց ու ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը եւ միանա իր գնոջը եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Ուրեմն Հիսուս հաստատում է ինչ որ արդեն ծննդոցի մեջ, առաջին երկու գլուխների մեջ կարդացինք, որ ամուսնությունը ազո պլանն է, ազո ծրագիրն է, որբեսի այլևս 6-րդ համար չլինեն երկու, այլ մեկ մարմին, արդ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Մարդը թող չբաժանի։ Ուրեմն լիքը ադենը մեյմը այստեղը դարբեր հղումներ պիտի անենք, ուրիշ գրողներից, քարոզիչներից, աստվածապաններից, անունները պիտի չկարդամ, դուք տեսնում եք, բարձրապես պիտի ասեմ ինչ որ է, ամուսնությունը մարդկային հորինվածք չէ, այլ աստվածային հաստատություն, աստվածային հաստատություն։ Երկրորդ, ամուսնությունը ուխտ է, ոչ թե պայմանագիր։ Ամուսնությունը ուխտ է, ոչ թե պայմանագիր։
Բարձավես մենք կառավարության կով չենք գնում, որ պայմանակիր գնկենք, ասելով, որ ես հիմա այս աղջիկը վերցնում եմ իբր գին, եւ նա ինձ վերցնում է իբր ամուսին։ Ամուսնությունը ուխտ է, որ ասում ենք, միայն մարդու արչև չէ, որ նկատի առնում ենք, որ ամուսնությունը ուխտ է։ Իհարկե ամուսնությունը ուխտ է մարդու արչև, բայց ամեն բանի առաջ ումի առաջ ամուսնությունը ուխտ է։ Աստծո առաջ, երբ մենք ներկայանում ենք զորօրինակ եկեղեցվո մեջ, մարդիկ կան, այո, նրանք ագանադես են, վկաներ են, որ մենք ամուսնանում ենք, բայց ամեն բանի առաջ մեր այդ որոշումը Աստծո առջև է։ Ուրեմն ինչ որ անում ենք, Տիրոջ առջև անում ենք։ Ուրեմն Աստծո խոսքը ասում է 5 դագարանի Մաղաքիա գրքի 2-րդ գլխի մեջ 13-14 համարներում, նայեցեք ինչ ասում է։ Մաղաքիա 2:13-14 Եվ երկրորդ սա ևս անում եք Տիրոջ զոհասեղանը արդասուքով եք ծածկում լացով ու հեծածանքով այնպես որ նա այլևս ընձային չի նայում ասված ծեր ընձային չի նայում ու հաճությամբ չի ընդունում այն ծեր ցերքից ինչու եկեղեցի գնում են զորօրինակ ընձա տալիս են Տիրոջը նվեր տալիս են փող տալիս են Տիրոջ գործին մեր այսօրվա առումով բայց Տերը չի ընդունում նրանց ընձան պատճառը ի՞նչ է բայց դուք ասում եք ինչու Տերը չի ընդունում որովհետև Տերը վկա էր քո եւ քո երիտասարդության գնոջ միջև որի նկատմամբ դու անավադարիմ ես եղել սակայն նա քո գենագիցն է եւ քո ուխտի գինը եւ հետո Հարաճիգա 10-10-ում մենք կտեսնենք ինչպես Աստծո խոսքը ստակ կանե ներքևում այս գլխի մեջ որ ասված չի սիրում բաժանումը չի սիրում երբ երկու անձիկ բաժանվեն ամուսնալուծվեն Արագած գնանք արագած ուրեմն ուխտ է շատ կարևոր է այս հասկացողությունը եւ անգամներ դարբեր ծևերով պիտի վերադառնանք այս ուխտի հասկացողության արագած 2 Քանի մամարներ նայենք արագած 2-ից Որչագիմ, եթե ընդունես իմ խոսքերը եւ ամուր բայես իմ բադվիրանները, ագանջ տնես իմաստությանը եւ սիրտդ խոհեմության ուղես, երբ իմացությանը գանչես եւ ցայն դաս խոհեմությանը, եթե դու այն որոնես արձատի պես եւ կանցերի նման բնդրես, այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը եւ կգտնես Աստծո գիտությունը, որովհետեւ Դերն է դալիս իմաստությունը նրա բերանից են գիտությունը ու խոհեմությունը։ Այս բոլորը իբր համատեքստ օգտագործելով նայեցեք 16-19 հետո։ Այդ իմաստությունը, այդ երկյուղը ումից գալիս է։ Տիրոջից։ Եթե այդ երկյուղը մեր մեջը չլինի, նրա համար է որ այսօր մարդիկ ամուսնալուծվում են, նրանց ուզած նինպես։ Բայց երբ Տիրոջ երկյուղը չկա, Տիրոջ վախը չկա, Տիրոջ իմաստությունը չկա նրա խոսքի միջոցով, մարդ արարածը գարա անել ինչ որ ուզում է։ Իհարկե հետևանքներ կան հետո։ Բայց այստեղ հետո Աստծո խոսքը ասում է, որբեսի այս բոլորը մենք պետք ունենք ասում է, որբեսի քեզ ազատի շնացող գնոջից, ցոփ գնոջից, որ հրաբուրիչ խոսքեր է ասում։ Հրաբուրիչ խոսքերը Այո, դղա մարդկանց կարող են խապել։ Զգուշ եղիր ասում է նրա ծնողը։ Նա, որ լքել է այդպիսի գինը, իհարկե այս գնոջ մասին խոսա, բայց դղա մարդիկ ալ կարան այսպիսի մեղքերու մեջ լինել եւ գիներու խապել։ Նա, որ լքել է իր երիտասարդության գողագիծը եւ մոռացել էր իր Աստծո ուխտը։ Ամուսնությունը ամեն բանի առաջ Աստծո ծրագիրն է եւ ուխտ է Աստծո եւ զույգի միջև, որովհետև նրա դունը, այդպիսի գնոջ մտունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները դեպի ուրվագանները, մեռածների վայրը։ Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու եւ կյանքի շավիղներին չեն ասնելու։ Այսինքն մի խոսքով այդպիսի անցիկ, եթե խապվեն այսպիսի մարդկանցից, վտանգավոր տեղ կընկնեն։ Զգուշ եղիր ասում է։ Ուխտը Եղբայրը ասում է սուրբ գաբ է, գնկված Աստծո կողմից, որը չպետք է թեթևագի,
խախտվի։ Եվ ուրիշ մեկը ասում է, ամուսնությունը ձևավորվել է Քրիստոսի իր եկեղեցու հետ գնքած ուխտի օրինակով։ Տեսնում եք, հիմա սրա մասին ավելի հետո կխոսանք, ինչս է ամուսնությունը ձևավորվել է Քրիստոսի իր եկեղեցու հետ գնքած ուխտի օրինակով։ Ուխտ է, սա կարևոր է նկատի ունենանք եւ թեթևի չառնենք։ Թիվ 3։ Իհարկե սերը հիմքն է ամուսնության, սերը հիմքն է ամուսնության։ 1 Կորինթացիների 13:4-8 այդ ծանոթ համարները, ինչպես մի քիչ առաջ ասացինք, ելի մի անգամ եւս կրկնեմ, որ երբ որոշ հատվածներ նայում ենք, մենք անպայման ամեն մի հատվածի բացատրությունը մեկնաբանությամբ չենք տալի, հապա սկզբունքային առումով նշում ենք եւ անցնում ենք։ Ինչու որովհետեւ ասեցինք, այս հատվածը 1 Կորինթացիների 13-ից սիրո մասին հոգևոր բարգևների նկատմամբ, ոչ թե ամուսնության, բայց մենք նկատի առնում ենք, որ սկզբնական առումով, սկզբունքային առումով, այսինքն, այս համարները բոլոր տեսակ սիրո մասին կարող են պատկերացնել։ Սերը հանդուրժող է, սերը բարի է, սերը չի նախանցում, չի կորոզանում, չի մեծանում, անամոթություն չի անում, սեփական շահ չի փնտրում, փարգությամբ չի կրկրվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախությամբ եւ ներողություն, դեպի ետ վեր գնանք, ամեն բան անտուրժում է, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի անհետանում։ Ուրեմն սիրո դարբեր հատկանիշները, որ ծանոթ եք սրանց վրայով։ Գողոսացիների 3:14 էլի Ազոխոսքը ասում է. «Եվ այս ամենի վրա ինչ հակեք սերը, որ գադարելության կապն է, ինչու որովհետև մի համար առաջ ասեց միմյանց հանդուրժելով ու ներելով եթե մեկը մյուսի դեմ դրդուն չունենա, ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ դուք եւ այս ամենի վրա սերը հակեք»։ Ինչու նրանից առաջ 13-րդ համարում ինքը խոսում էր ըստ ինչպես Աստծո ընտրյալներ, սրբեր, սիրելիներ, հակեք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, ամպերատարություն եւ այլն, եւ ներողամտություն։ Եվ հետո ասում է, որ այս ամենի վրա սերը հակեք, կատարելության կապն է։ Առանց սիրո մենք գիտենք ամուսնություն չի կարելի լինել։ Եվ Տերը գամի այսօր պիտի անդրադառնանք բավական Ծննդոց 24 գլխին մեր հարաճիգա դասընթացի մեջ, բայց միան այս համարը նայելով Ծննդոց 24:67 հիշում եք, ինչպես Իսահակ ամուսնացավ Ռեբեկայի հետ, 67-րդ եւ վերջին համարում ասում է, Իսահակը նրան դարավ իր մոտ Սարայի վրանը եւ արավ Ռեբեկային եւ նա դարձավ նրա գինը եւ սիրեց նրան։ Սա շատ կարեւոր է։ Քո արած գինը, քո արած ամուսինը պետք է սիրես։ Եվ Իսահակը մխիթարվեց իր մոտ մոր մահից հետո։ Օրը սիրում է եւ իր մոր մահից հետո ինքը մխիթարվեց ասում է։ Ուրեմն սա մեզ ցույց տալիս է մի բան, որ գնոջ թերը կարևոր դեր ունի, որ ոչ թե իր դղու մորը փոխարինե, հապա մի խոսքով այո պետք է փոխարինե։ Հիմա այս բարակային իհարկե Սարան այլևս մահացած էր։ Եվ Ռեբեկայի իր առաքելության մասեր, որ իր ամուսինը այնպիսի ձևով սիրի, որ ամուսինը այլևս չսկա այդ կարիքը, որ ունի իր մորը։ Նրա համար է շատ այդեն այսօրով նույնիսկ երբեմն ամուսիններ կան, որ նրանց մորը իրենց մայրինի շատ կարճած են։ Եվ գիները անդրադառնում են, կարող է որ դուք մտածեք ձեր հայրերի վրայով, կամ ուրիշ հարազատների վրայով։ Ինչու համար, քանի որ կարելի է հնարավոր է, որ նրանց գիները պետք եղած ցևով չեն նրանց այնպիսի սիրում, որ նրանք բավարարվեն իրենց գիների սերով։ Ուրեմն սա կարևոր է։ Նկատի արեք։ Հետո էլի գարթում ենք Ծննդոց 29:18-ում, Ծննդոց 29:18-ում Հակոբը սիրեց Ռաքելին, իհարկե Իսահակի որդին, եւ ասաց. «Քո փոքր աղջիկ Ռաքելի համար 7 տարի կծառայեմ քեզ»։ Լաբանի, Ռաքելի եղբոր, 7 տարի ծառայեց, ինչու որ սիրեց նրան։ Ուրեմն սերը կարևոր է։ Սերը քրիստոնեական դան շրջանառության համագարկն է։ Պատկերացրեք։
Շրջանառություն գիտենք ինչ է, մեր մարմինների մեջ։ Այդ սիստեման է։ Չորրորդ, ամուսինները պետք է զոհաբերաբար առաջնորդեն։ Ամուսինները պետք է զոհաբերաբար առաջնորդեն։ Եփեսացիների 5:25-ում այսպես ասում է։ 5:25 Եփեսացիների։ Ամուսիններ սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց։ Ուրեմն, եթե ուզում ես Քրիստոսի նման լինել, պետք է սիրես քո կինը, քո աբակակինը, ինչպես որ Հիսուս սիրեց նրա եկեղեցին, իր հարսը, քանի որ Հիսուսի հարսը եկեղեցին է, եւ ինչպես սիրեց, իր անձը նրա համար մատնեց։ Եթե հարգը բահանջե, դղամարդը, որ դղամարդ պետք է գոչվի, եթե պետք լինի, իր կյանքը պետք է կնոջ համար դնե։ Չէ թե ոչ, իբր հավատացյալ դղամարդ ինքը ցախովում է իր առաքելության մեջ։ Աբեդրոս 3:7 ասում է, Աբեդրոս 3:7, նույնպես եւ դուք ամուսիններ նրանց հետ, այսինքն ձեր գիների հետ, նրանց հետ խոյմությամբ ապրեք, գնոջը որպես թյուրապեք անոթի, բադվեք իբրև կյանքի շնորհի ժառանգագիցների, որբեսի ձեր աղոթներին արգելք չլինի։ Ինչու համար շատ անգամ մենք դղամարդիկս, որ ամուսնացած ենք, մեր աղոթները չեն պատասխանվում, որովհետև մեր կիներուն հարկը չենք դալի, նրանց պատիվ, հարկ, արժեք, ինչպես որ ազոխոսքը մեզանից պահանջում է։ Ազոխոսքի իսազն է սա։ Եվ ասում է, որ ձեր գնոջ հանդեպ խոյմությամբ ապրեք, բադվեք ասում է նրանց, ինչու նրանք, եւ որ ասում է թյուրապեք անոնց, հիմա այսինքն նրանք այդ ֆիզիկական առումով դերը այնպես մշնած է, որ ավելի տկար է։ Սովորաբար կինը դղամարդու պես նույն ուժը չունի։ Եվ սրա մասին է, որ խոսում է, եւ որ թյուրապեք անոթ ասում է։ Սա չի նշանակում, որ կինը երկրորդական անձնավորություն է ամուսնության մեջ։ Ազոխոսքը ստակ արեց, երբ մենք կարդացինք, հիշում եք Ծննդոց 2:18-ում, դեր Աստված ասեց, լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրան մի ստրուկը շինեմ իրեն համար, այդպես ասեց, օգնական նշանակում է հավասար, իհարկե, այդ հավասարության մեջը դարբեր տերեր ունեն, ամուսինը դարբեր տեր ունի, կինը դարբեր տեր ունի, եւ նայում ենք այս բաների վրա, խոսում ենք, զրուցում ենք այս շաբաթավերջը, բայց կարևոր է նկատի ունենալը, որ մեր կիները, մեր նման ֆիզիկական նույն ուժը չունին, մտային չեմ ասում, ֆիզիկական, հոգևոր չեմ ասում, ֆիզիկական, բայց քույրեր կան նրանց ամուսիններից ավելի հոգևորապես ավելի ասուն են, հոգևոր նվիրման հետ կապ ունի սա, բայց ֆիզիկական առումով տարբեր է հարցը, գիտենք։ Ուրեմն ամուսինները պետք է զոհաբերաբար առաջնորդեն։ Գլխավորությունը, այսինքն դան գլխավորը լինելը տիրապետություն չէ, այլ քրիստոսանման անցուրած առաջնորդություն է։ Աստվածաշնչյան ամուսնության հիմունքների 5-րդ միտքը։ Կանայք պետք է հարգալից կերպով ենթարկվեն։ Մա ինչ ուզում ենք ասել սրա։ Եփեսացիների այդ մասը, որ գարտացինք 5:25, եթե 3 համարվեր բարձրանանք 5:22-ից կարդանք, կանայք ձեր ամուսիններին ենթարկվեցեք, հնազանդվեցեք, ենթարկվեցեք այդ իմաստով, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը գնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսը եկեղեցու գլուխն է, եւ ինքն է մարմնի փրկիչը, սա Տիրոջ կարգադրությունն է, քույրեր ջան եւ եղբայրներ ջան։ Բարձրապես որ դերը տղամարդկանց դանմը գլուխը դրավ, սա չի նշանակում, որ տղամարդը բոսն է, պետք է ջնշե նրա գնոջ, պետք է չարչարե նրա գնոջ, քու տղամարդ ըլլալու ամենա լավ ցևը ցուցաբերելը հետևյալն է, որ դու Քրիստոսավայել ցևով, Քրիստոսանման ցևով գնոջդ ինչ կանես, մի քիչ առաջ կարդացինք, զոհաբերաբար առաջնորդես նրան, առաջնորդում ես նրան զոհաբերաբար, իսկ կիներն ալ այդ
գոչում ունեն, որ հարկալից կերպով ենթարկվեն նրանց ամուսիններին, որով սա Աստծո խոսքի համաձայն է։ Եվ ինչպես 5:24 ասում է, եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թողն ազատ լինեն։ Հիմա իհարկե ձեր մտքերում հարցեր կան, բայց ով է եղբայր, կարող է որ իմ ամուսինս հավատացյալ չէ, կարող է որ իմ ամուսինս չդակցեով չի մտածում, սուրբ կրայնցեով չի մտածում, կինը ավելի հոգևոր իմաստություն ունի, հոգևոր հասկացողություն ունի, Աստծո խոսքի համաձայն փորձառություն ունի, գիտություն ունի եւ այն հասկանում ենք։ Եվ սրա համար Տերեգամի հարց պատասխանի ժամանակալ պիտի տրամադրվի հետո։ Բայց հիմա միայն այս կանը, որ կանայք պետք է հարկալից կերպով ենթարկվեն։ Գոսացիներ 3:18 Աստծո խոսքը հետևյալը ասում է. Կանայք ձեր ամուսիններին հնազանդ եղեք, նայեցեք ինչ ասում է հետո, ինչպես վայել է Տիրոջով, որով Տիրոջ խոսքն է սա։ Տերը ինքը այդպես կամենում է, ցանկանում է, որ մենք այդպես անենք։ Դղա մարդը, եթե պետք լինի, հարգը բանջի, ինքնին պետք է նրա գնոջը համար տա իր կյանքը։ Մյուս կողմից կինը պետք է ենթարկվի հարկալից կերպով, ոչ թե ջուզելով, ոչ թե ըմփոստանալով։ Աստծո խոսքը ասպես ասում է, ես պետք է անեմ սա։ Չէ, հարկալից կերպով, սրտաօժար կերպով, սիրով։ Հիմա Ծննդոց 3:16-ում ուզում եմ որ անդրադառնանք, այդտեղ երկու հատմարներ կան Ծննդոցում, Ծննդոց 3:16, նայեցեք ինչ ասում է։ Գնոջ ասաց, սա դերն է խոսողը, սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը եւ ցավով զավակ ծնես, նայեցեք հետո ինչ ասում է, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը եւ նա իշխի քեզ վրա։ Հիմա այդ ցանկությունը սիրո ցանկություն չէ։ Հիմա չեմ ուզում խորանալ նրա իմաստը ավելի բարձրացնելու համար, նույն կերպով արդայդություն կա մի գլուխ ետքը 4-րդ գլխի մեջ, երբ ասված ինք ուրեմն արդիմագայեց Կայենի նրա գեցվածքին եւ նայեցեք ինչ ասում է։ Հիմա ոս ասում է 3:16-ում Ծննդոցում ցանկություն ունես դեպի քո ամուսին ունենաս դեպի քո ամուսինը եւ նա իշխի քեզ վրա։ Սա հոգևոր անգումի արդյունք է, որ ամուսինը ինք պիտի ուզե իշխել իր գնոջ վրա, չարաշահելով իր դերը, իսկ գինալ ցանկանա իր ամուսինի վրա, բայց ցանկության բնույթը ինչ է, ինչի մասին խոսում է, սիրո մասին չէ, հապա ուրգից գիտենք սա, նայեցեք 4-րդ գլուխ Ծննդոց, պատմությունը ծանոթ եք, 5-7 համարները, բայց դերը Կայենին եւ նրա ընձային չնայեց, Աբելի նայեց, բայց Կայենին եւ նրա ընձային չնայեց, Կայենը շատ բարգացավ, երեսը կախեց, Տերը Կայենին ասաց, ինչու ես բարգացել եւ ինչու ես երեսդ կախել։ Չէ որ եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, նայեցեք լամը դիգրեք, մեղքը դրանը մոտ բարգած է եւ նա քեզ է ցանկանում։ Բայց դու իշխիր նրա վրա, մի թողիր մեղքը։ Նույն այդ արդայությունն է, ինչ որ Ծննդոց դեսանք մի քիչ առաջ 3:16-ում ունենք։ Մեղքը պիտի ուզենա, պիտի ցանկանա քո վրա իշխել։ Ինչու որ դու մեղքի արիտ տվեցիր, քո բարգությամբ, քո ադելությամբ։ Բայց դու պետք է իշխես, որովհետեւ կառավարես դու ու քեզ եւ մեղքի չթողնես, որ մեղքը հաղթի քեզ։ Նույն արդայությունը այդ իմաստով է Ծննդոց 3:16-ում։ Մեղքի անգումի պատճառով, հոգևոր անգումի պատճառով գինը պիտի ուզե ըմփոստանալ ամուսնին վրա գլուխ լինել։ Շատ անգամ։ Եվ ամուսինն ինչ պիտի անի, մի քիչ առաջ կարտասենք, ինքնալ պիտի ուզե քո վրա իշխել։ Այդ պայքարը կա մեղքի պատճառով։ Բայց գինը այդպես պետք չի անի, պետք է ենթարկվի իր ամուսին, հարգանքով վարվի, որովհետև նայեցեք 1 Պետրոս 3, 1 Պետրոս, առաջին Պետրոս 3, 1-6 ասում է, նույնպես եւ դուք կանայք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, որպես թե նրանցից ոմանք էլ անազանդ լինեն, եթե խոսքին, գանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն, դեսնելով ձեր երկյուղածության պարգեշտ վարքը։ Այսինքն, եթե ձեր մեջը ամուսիններ ունենաք, որ անազանդ են Աստծո խոսքի հանդեպ, հավատացյալ չեն նույնիսկ։ Ձեր վերաբերմունքով,
վարվելագերբով կարակ շահել նրանց։ Մա շահելը սել չէ, որ ամբամա պիտի աբաշխարեն, բայց ավելի հասկացող լինեն ծեր անտեպ։ Դուք ավադացյալ եք, դուք Աստծո խոսքի համաձայն ապրում եք, բայց նրանք ոչ։ Ինչ կարակ անեն նրանց համար։ Դեսնելով ծեր երկյուղածությամբ բարգեշ վարքը, առանց խոսքի շահեք նրանց։ Ծեր զարդարանքը թող չլինի արդակինը, մազերի հյուսելը, ոսկեղեն դնելը, գամ շքեղ ըսկեսներ հագնելը։ Առաքյալը չի ասում, որ կինը չի կարող լավ հագուստներ հագնի կամ ոսկեղեն դնի, բայց եթե կենտրոնացում է այդ բաների վրա լինի եւ մորանակ մյուս կարևոր մասեր, որ պետք է անեք եւ չանեք, իհարկե ծեր ամուսինները բազես բիդի չասեն, որ ինչու գնացիք, դալմամոլ ասչա փող ծախսեցիք, զորօրինակ, հագուստեղենի, ոսկեղենի վրա։ Չէ, պիտի ասեն, որ դեսնում ենք ծեր կյանքը, ծեր վկայությունը, որ ծեր վկայությունը ծեր կյանքի համահունչ է, Քրիստոսը վայել է։ Մենք ցանկանում ենք ծեզ նման լինել։ Այդպիսով։ Եվ ասում է հետո այլ ասում առաքյալը ներքինը սրդի ծպտված մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ, որն Աստծո առաջ առավել արժեքավոր է։ Այսպես պետք է լինեն ասումակիները, որովհետև մի ժամանակ այդպես էին զարդարվում իրենց հույսն Աստծո վրա դրած սուրբ կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին։ Նույնիսկ Սարայի օրինակն էլ այդտեղը բերում է։ Ենթարկվելը ստորացածություն չէ։ Ստորացածություն չէ, այլ Աստծո գարկն է ներտաշնակության համար, որպես այդ սիմֆոնիայի համար, որպես ընտանիքը ընթանա, հարաճ գնա, առողջ մնա, հարաբերության մեջ, սիրո մեջ, մեր զավակները մեզ տեսնում են, եթե տեսնան հայր եւ մայրը միշտ իրար անտեպ սիրո բացակայությունը կա, մեկը մյուսին հնազանդ չէ, մյուսը գնոջ վրա իշխում է դաժան ցևով, ոչ սուրբ կրայցով, ոչ Քրիստոսավայել ցևով, երեխաները ինչ պիտի սովորեն, լավ պիտի չսովորեն։ Քրիստոսի մեջ փոխադարձ հնազանդություն է պահանջվում, սա հստակ է, ինչու որ նայեցեք Եփեսացիների 5:21-ում Աստծո ասում է Քրիստոսի երկյուղով միմյանց հնազանդ եղեք։ Միմյանց հնազանդ եղեք, ինչու որ ընդհանուր առմամբ եկեղեցվո խոսում է, եւ եկեղեցվո մեջ բոլորը կան։ Տղամարդիկը կան, կիները կան, երեխաները կան, տարեցները կան, բոլորը այնտեղ են։ Ուրեմն սա սկզբնական հրաման լինելով եւ սկզբունք լինելով, ընդհանրական սկզբունք լինելով, առաքյալը ասում է, որ միմյանց հնազանդ եղեք։ Ուրեմն կարևոր է սա նկատի ունենալը եւ Ֆիլիպպեցիների մեջ է երկրորդ գլխի 3-4 համարներում Պողոս առաքյալը ասում է նույն միտքը ունեցեք։ Նույն միտքը ունեցեք, ինչ որ Քրիստոսի մեջ էր։ Ոնց կարանք նույն միտքը ունենալ, որ Քրիստոսի մեջ էր։ Եթե քայլենք Քրիստոսի բնութագրի համաձայն։ Ինչպես որ ասացինք Զնուտոս 2:18, Տերը կինը ստեղծեց հավասար օգնական, ոչ թե ծառա կամ ստրուկ։ Առանց գնոջը ես ասեմ ցեզ, եթե մեր ովիվները, որ աստեղ են, իրենք վկայեն, եւ մեր կիները, որ աստեղ են, նրանք կարան վկայել։ Կոնե դղամարդիկ այստեղ կան մի քանի օքի եւ ես կարան վկայել։ Առանց գնոջս վիճակը ցավալի է։ Անկյազ ասում է։ Հա ինքը կարող է, որ ինքը չի կարոզի, բան չնի, այդպես բաներ, ինչ որ հովիվները անում են, բայց առանց նրա ծառայության ինձ հանդեպ, ուրիշների հանդեպ, դան օկադարության, դղամարդը լավակույն հովիվն էլ, կա հովիվներից մեկը, որ կարա ասել այստեղը, որ ես կարամ առանց գնոջս անել ամեն բան, կամ շատ բաներ, կամ մենք կարանք ասել, որ չէ, եթե գինս չլինի, վիճակս դժվար է, դժվար չէ միայն, դժվար է։ Եվ իրականություն է սա, եղբայրը քույրեր ջան, եւ մենք ցանկանում ենք, որ այդպիսի զույգեր լինենք եւ լինեք։ Մեր աղոթն է սա, մեր փապակն է, ցանկությունն է ցես համար ամեն մեկի համար, բայց ամենակարևոր բանը նորից կվերադառնանք։ Այդ վերջին խոսքը, որ ասացինք առաջ, որ այս առաջին դասընթացը սկսեցինք, նպատակը այս կոնֆերանսին, կամ ովևէ ցանկացած կոնֆերանսի, կամ ովևէ եկեղեցաժողովի, կամ ովևէ աղոթաժողովի, ովևէ սեմինարի, հոգևոր սեմինարի, նպատակը նա է, որ
ավելի եւ ավելի Քրիստոսանման լինենք։ Եթե այսօր դու չես պատրաստվում ավելի Քրիստոսանման լինելով, մի ակնկալիր, որ օրը պիտի գա եւ դու մի անգամից լավ ամուսին կլինես քո գողագիցիդ։ Չկա այդպես բան։ Եթե մինչև այսօր Քրիստոսը լուրջի չես արած, հոգևոր կյանքը լուրջի չես արած, հաջողություն չես ունենում ամուսնության մեջ, ինչպես որ Տերը ցանկանում է որ ունենաս։ Փոխադարձ ենթարկվումը ամուսնության մեջ շնորհի ռիթմն է։ Փոխադարձ ենթարկվումը ամուսնության մեջ շնորհի ռիթմն է։ Այո, գինը գիտի, որ ամուսինը գլուխն է դանը, եւ ամուսինը գիտի, որ գինը նրա ենթարկվում է Քրիստոսավայել կերպով։ Եւ ինքը Քրիստոսավայել կերպով պետք է կյանքը տա նրա գնոջ համար, եթե հարգը բանջե։ Այդպիսով իրարու հետ համերաշխությամբ առաջ գնում ենք։ Հաջորդ սկզբունքը Քրիստոսը պետք է լինի կենտրոնական։ Դրա մասին հիմա խոսում ենք։ Քրիստոսը պետք է լինի կենտրոնական։ Գողոսացիների 1:18-ում Արաքյալը ասում է Քրիստոսը մարմնի եկեղեցվո, այսինքն եկեղեցու գլուխը։ Հետո Հովհաննես 15:15-ում մեր Տերը մեզ իշխեցնում է հետևյալը, Հովհաննես 15:5 Ես եմ որդադունգը, իսկ դուք ջուղերը, ով ինձ հետ է միավորվում, իսկ ես նրա հետ, նա շատ բդուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Ոչ թե առանց ինձ Հիսուս չասեց, որ մի քիչ բան կարանք անել, կամ նույնիսկ շատ բան կարանք անել։ Ոչինչ չենք կարող անել։ Այսինքն, եթե Քրիստոս քո ընտանիքի կյանքում ներկա չէ, Աստուծո ուզած ցևով պիտի չկարողանանք ընտանիքներ կազմել։ Հա կարող ես ասել, որ հա բայց ով եղբայր հայրս մայրս հոգևոր չեն, աստչապ տարի է, իրենք սիրով են նորդ, այո, բայց Աստուծո ուզած ցևով միայն եթե մարդը եւ իր կինը դիրոջ սավակներ են եւ միասին ցանկանում են ընտանիք կազմել, որու միջոցով Աստված բադվվի եւ հարգվի։ Քրիստոս պետք է լինի կենտրոնական։ Քրիստոսակենտրոն ամուսնությունը, այս եղբայրը ասում է, Սուրբ Հոգով լի ամուսնություն է։ Քրիստոսակենտրոն ամուսնությունը հոգով լի ամուսնություն է։ 8-րդ միտքը Աստվածաշնչյան ամուսնության հիմունքների նկատմամբ հաղորդակցությունը, communication, պետք է լինի ճշմարտացի, բարեսիրտ եւ ներողամտությամբ լի։ Արագած 15:1 առաջ այդ մեկը կարդանք, Արագած 15:1 Մեմ պատասխանը ցասումը, փարգությունը հանգստացում է, իսկ նախադական խոսքը գրգռում է փարգությունը։ Հիմա մարդը եւ գինը, երբ ամուսնության մեջ իրար հետ խոսան, պետք չէ մրցաշարքի մեջ լինեն, ով ավելի բարձր խոսա, ուրեմն ինքը գախտի։ Մենք երբեմն այդպես մտածում ենք, չէ՞, եթե ցայնս բարձրացնեմ դղամարդ, ուրեմն կինս կլրի, վախենում է ինձանից։ Եթե եղբայրներ ջան, դուք որ հոսեք, եթե այդ մտածելակերպը ունեք, որ դուք կարաք ծեր կիներուն վախցնել, ծեր աբակա կիներուն, որ Տերը պիտի դասես իբր գին, եթե կարծում եք, որ բարձրապես ու ծեր ցայնը ավելի բարձր կարող է լինել ծեր գնոջ ցայնից, որ այդպեսով կարաք նրանց ծեզ հարկել դալ, հնազանդել դալ, սխալվում եք։ Այդպես չի կարելի մտածել։ Gentleman բառը ով չգիտեր ինչ է։ Անգլիայով gentleman, այսինքն մեկը, որ տղամարդ, պատվավոր տղամարդ է։ Նամուսով, օրենքով։ Gentleman տղամարդը ամեն ինչով Քրիստոսավայել կերպով կմոտիկանա իր գնոջը, որովհետեւ չլինի որ բամը ասե, նույնիսկ բարգությամբ կամ դառնությամբ կամ մի քիչ սիրո բագասով չլինի որ այնպեսի բամը ասե, որ նրա գնոջ սիրտը մի քիչ այսպես հասմանշան ունենա դիրոջ դեմ, այն դիրոջը, որ ինքը ասում է, դղամարդը ասում է, ես այդ դերը երկրբակում եմ, բաշտում եմ, ծառայում եմ։
Թող չի լինի այդպես։ Ապա ամեն մեկ ծեր աբակագիները թող տեսնան, որ դու ամբիսի տղամարդ ես, որ ջենթլմեն ես։ Հարգում ես քո կնոջը, բադվում ես նրան, եւ ինչպես 1 Պետրոս 3-ի մեջ ասում է, որ իբր այդ դյուրապեկ տկար անոթը, պատկերացեք, եթե աստեղը վազամը լինի, մեջը ծաղիկով, թանկագին վազմը լինի ծաղիկով, ոնց մենք այդ վազի հետ աշխատում ենք, այդպես գցում ենք այդպես գետին, ոչ, թանկագին վազ է եւ մի կինը նրա ամուսնի համար ոչ թե միայն թանկագին վազի պես է, միլիարդ անգամ ավելի թանկագին է նրանից։ Այդ հարկանքով, այդ սիրով պետք է մոտիկանանք, այդ օրինակը լինելով Քրիստոսավայել կերպով։ Պետք է մեր հաղորդակցությունը, communication-ը, իրարու հետ զրույցը ճշմարտացի պետք է լինի։ Որքան շատեր այսօր սուտ խոսում են նրանց կիներուն։ Դու գալիս ես ուր էր երեք, ինչու ես ժամուն ուշ եկար, կինը արավոտուն արտնցա, որ քնած էր։ Ամուսինը չի ասում ուր էր, բայց ուր էր երեք։ Չանեք ոչ մի բան, որ գինը գասկացի, կամ գինը նույնպես, գինը չանեք ոչ մի բան, որ ամուսինը գասկացի։ Ամեն բան հստակորեն, ոնց որ թափանցիկ լուսամուտի նման թող լինի մեր կյանքերը։ Մեր խոսքը մեր դեր ինչ ասե, ծեր այոն լինի, ոչը ոչ լինի։ Երբեք թող չի լինի, որ երբ որ գինը բանը հարցրեց, այոյից կամ ոչից տարբեր լինի։ Այսինքն այնպեսի պատասխանը տակ, որ կարող է խուսափեք պատասխանից։ Ծեր գինը թող գարձե, որ այո էր կամ ոչ էր, բայց ես կարողացա թաքցնել իմ ուզածս։ Այդպեսի անցումը մարդ չէ, դղամարդ չէ։ Ծեր այո լինի, ոչը ոչ լինի։ Եթե ծեր գինը թակու նման չեք հարկում, եւ պիտի չհարկեք, մի ամուսնանալ նույնպես։ Մեղք է նրան, մի ամուսնանանք։ Եփեսացիների 4:15-ում ասում է. Այս սիրո մեջ, ասում է առաքյալը, ճշմարիտ լինելով։ Սա խոստուն թող չի լինի սիրո մեջ։ Ճշմարիտ լինելով, ամեն բանով աջեք դեպի նա, որ գլուխն է դեպի Քրիստոսը։ Հետո 29 համարում շարունակում ասում է. Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է։ Իհարկե, սրանք ավելի ընդհանրական ճշմարտություններ են եկեղեցվով ուղված, բայց եկեղեցվով մեջ մենք կանք, դիրոց զավակները կան։ Նրա համար է, որ այս ամեն մի հրահանգները մեզ համար ենալ։ Ոչ ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար բիդանի։ Եթե հավատը չի շինե այդպիսի խոսակցությունը, որ շնորհ տա լսողներուն մի անեք, մի խոսակ։ Միմյանց հետ 32 քաղցր եղեք, եւ մարդը նրա կնոջ հետ նույնպես քթած միմյանց ներելով, ինչպես որ ասված է Քրիստոսի միջոցով ցես ներեց։ Խոսքերը կարող են գամուրջներ կառուցել կամ այրել դրանք։ Ուրեմն ոնց կասեք ձեր խոսքերը տարբերություն կանեն։ Պատկերացրեք, որ միթե եղած է մի ադեն, որ ձեր եղբորը կամ քրոջը տան մեջ նույնիսկ մի բան ասած ես, որ ինք սիրեց։ Մի քանի ժամ հետո նույն բանը ասեցիր, բայց այս անգամ չսիրեց։ Ինչու՞։ Ինչ հոգով ասեցիր, ինք անդրադարձավ։ Ինչ շարժարիթով, դրդապատճառով ասեցիր, ինք հասկացավ։ Բայց մի քանի ժամ առաջ նույն խոսքը ասած է, չայնադեն ուրիշ ցևով ըսվեցավ այդ նույն խոսքը։ Հիմա ուրիշ հոգով էր։ Ուրեմն մեր հաղորդակցությունը, կոմունիկացիան պետք է լինի ճշմարտացի, բարեսիրտ եւ լի ներողամտությամբ։ Ներողամտությունը յուղ է, որը բաբանում է ամուսնության շարժիչի աշխատանքը։ Ամուսնության մաքինան։ Կարևոր է յուղը միշտ ավտոյի համար նույնպես ներողամտությունը կարևոր է մեր ամուսնությունների համար։ Եթե ներողամտություն չի գա,
շարունակապար, եւ պիտի խոսանք ավելի սրա վրայով յետքը, ներաղամուտությունը մի խոսքով մեր առօրյա հացը եւ կարակը պետք է լինի ամուսնության կյանքում։ Ինչու որտեղ երկու տարբեր անձեր ենք, չէ՞, իբր կին, իբր նրա ամուսինը, տղամարդը, տարբեր խառնվածներ ունենք, տարբեր բաներ սիրում ենք, տարբեր ցանկություններ կան, մեկ ուզում է այսպես անել, մյուս ուզում է այնպես անել, մեկ ուզում է այսօր առավոտ օրինակ տղամարդը ուզում է խաշ ուտել, լիքը սխտորով, գինը ասում է չէ, փուրին հետևյալը բաներով հերիքա, գրիպ է չէ լինի։ Եվ հեմն նույնիսկ այս բարձ բաների համար կարող է որ թարնության օքի բարձրանա եւ նույնիսկ չներելու այդ ցանկությունը վեր գա։ Հավատարմությունը բանակցելի չէ, non-negotiable։ Հավատարմությունը բանակցելի չէ։ Այսինքն հավատարմությունը կենսական է ամուսնության կյանքում։ Եբրայեցիներ 13:4 Եբրայեցիներ 13:4 Ամուսնությունն ամբողջովին բադվական է, իսկ ամուսնության անգողինը սուրբ։ Հստակ է, չէ՞։ Ասված ամուսնության անգողինը սիրում է, որովհետև սուրբ է, որովհետև սա ամուսնուն եւ նրա գնոջ միջև է միայն։ Շնացողները ու բորնիկներին ասված պիտի տադի։ Խուսափիլ չկա։ Ազո խոստումն է, պիտի ընե այդպես։ Մենք գիտենք 10 պատվիրաններից ելք կամ ելից 20-14 մի շնացիր, ազո խոսքը ասում է, մի շնացիր։ Հետո Արագած 5, գնանք մի քիչ Արագած 5 նայենք, Արագած 5 1-20 Որթագիմ իմ իմաստությանը ականջ տիր եւ լսիր իմ խոհեմությանը, որբեսի խելամտություն ունենաս եւ քո շրթունքները գիտություն բահեն, որովհետեւ շնացող գնոջ շրթունքները մեղր են գատեցում, նրա քիմն է յուղից փափուկ է, սակայն նրա վախճանը օշինդրի պես դառն է եւ եկսայրի սրի պես սուր է։ Նրա ոտքերը դեպի մահ են տանում, դժոխքին են հասնում նրա քայլերը։ Նա կյանքի շավիղով բնավ չի գնա, նրա ուղիները խոդոր են եւ նա չգիտի։ Ինչու մեղքի մեջ է ապրում։ Եվ հիմա, որդիներ, ինձ լսեցեք եւ իմ բերանի խոսքերից մի հեռացեք։ Նրանից հեռու բահիր քո ճանապարհը եւ չմոտենաս նրա դանդրանը, որբեսի քո զորությունը ուրիշներին չդաս եւ քո դարիները անկուտ մարդուն, այս բարական այդ անկուտ մարդը այդ շնացող անձն է։ Որբեսի օդարները չկշտանան քո ունեցվածքով, այդ անձը, եւ քո դկնության արդյունքը ուրիշի դան մեջ չլինի, եւ դու կյանքի վերջում հարաճես, երբ որ գսպարվեն միսդ ու մարմինդ, եւ ասես, ես ինչպես ադեցի խրադը, եւ սիրտս արամարեց հանդիմանությունը, եւ չլսեցի ուսուցիչների ձայնը, եւ ական չդրեցի ինձ դաստիարակողներին, քիչ էր մնում ժողովքի եւ ժողովրդի մեջ ամբողջովին գործանվեի։ Դու շարունակում է խրատ տալիս է։ Դու նայեցեք քո ջրամբարից ջուր խմիր եւ քո ջրհորի միջից հոսող ջրից։ Հիմա սրանք սերական այստեղ արտահայտություններ են, որ չեմ ուզում մեջը խորանալ։ Ազոխոսքը ասում է Սողոմոնի միջոցով, որ դու քո ունեցածով բավարարվիր։ Միթե քո աղբյուրները պիտի դարածվեն փողոցում, էլի շարունակվում է այդ սերական պատկերազարդումը, ջրերի վտակները հրաբարակներում, դրանք միայն քոնը թող լինեն եւ ոչ թե օդարներինը եւ քոնը։ Քո աղբյուրը թող օրնյալ լինի եւ ուրախացիր քո երիտասարդության գնոջ հետ։ Տեսնում եք, քուրեր եղբայրներ ջան։ Նա քեզ համար սիրելի եղնիկի եւ շնորհալի այցամի պես թող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թողակեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես, եւ ինչի համար որթյակս օդար գնոջ սիրով զմայլվես եւ անարակ գնոջ կուրս կգրգես։ Հստակ խոսքեր են Տիրոջ խոսքից, որ պետք է ուշադրություն ունենք մեր հավատարմության նկատմամբ։ Նրա համար Ազո խոսքը 1 Դիմոթեոս 3:2 հովիվների համար հետևյալը ասում է, եւ սա միայն հովիվների համար չէ,
եպիսկոպոսը, հովիվը, երեցը նույն անձնավորությունն է, արդ հովիվը, եպիսկոպոսը պետք է անթերի լինի, նայեցեք, մեկ գնոջ այր, հունարենի մեջ այդպես ասում է, մեկ մարդու, մեկ գնոջ ամուսին, մեկ գնոջ այր, մեկ գնոջ ամուսին, սա չի նշանակում, որ հովիվը չի կարող չամուսնացած լինի և հովիվ լինի, ադի ուրիշ թեմա է, բայց առաքյալը ասում է, որ եթե հովիվը իր բնավորությամբ գնիկ, գիներու ետևեն գնացող է, մենք մեր արևմտարում գնիկ չի գասենք, գիներու ետևեն գնացող է, իր սրտում ուրիշ գիներալ ունի, այդպիսի ասում հովիվ չի կարող լինել։ Հովիվը մեկ գնոջ այր պետք է լինի, մեկ գնոջ ամուսին, one woman man, մեկ գնոջ նվիրված կլինի, բոլոր կյանքում։ Պատճառ չկա ուրիշ։ Հիմա իհարկե մենք կխոսանք ամուսնալուծման մասին, վաղ չէ մյուսօր առավոտ մենք կխոսանք նորից ամուսնալու մասին եւ այլն, այդ թեմաները կապ ունեն այսպիսի բաներով, բայց մի բան հստակ է, որ եթե դու Աստծո գործավոր ես եւ մեկ գնոջ մարդ չես կարող Աստծո ծառայել, չես կարող։ Եվ Մաղաքիա մի քիչ առաջ կարտացինք, բայց այդ վերջին մասը չնայեցանք, Մաղաքիա 2:13-15 ասում է, որ դուք դիրոջ ուզում եք նվիրատություն անել դերը մերժում է, ինչու 14 համար կարտացինք, որովհետև քո երիտասարդության գնոջ միջև դերը վգա է քո եւ նրա միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել։ Սակայն նա քո գենագիցն է եւ քո ուխտիկինը եւ հետո ասում է 15 համար միթե Աստված նրանց մեկ չարեց, մարմնով ու հոգով նրանն են։ Աստված մեկ արեց։ Այդ հավատարմության նպատակը այնտեղ է։ Նրա համար ծննդոցից ասում է, որ մարդը իր գնոջ կթողնի եւ կհարի, իր ծնողած կթողնի եւ իր գնոջ կհարի։ Շնությունը միայն ամուսնու թեմ մեղք չէ, այլ ումի թեմ մեղք է, Աստծո թեմ։ Ամուսնությունը սրբացման համար է, նայեցեք, բարձրապես ամուսնությունը միայն մեր քեֆի համար չէ։ Գարակ նկար։ Ամուսնությունը նաև սրբացման համար է։ Մենք արտասինք Եփեսացիների մեջ 5-րդ գլխից դերը առաքյալի միջոցով ասում է, որ տղամարդը պետք է Քրիստոսի նման սիրե իր կինը եւ եթե պետք լինի իր անձը նրա համար մատնե 26-րդ համար Եփեսացիների 5:26 որբեսի նրան ինչ անի սրբացնի մի արա ոչ մի բան որ գնոջդ պիտի չոքնես որ ինք ավելի քրիստոսանման չլինի եթե ես նրա սրբացման չեմ նպաստում սխալ բան կա իմ մոտեցման մեջ եւ հետո այդ թեման շարունակվում է ինչպես ամուսինը 28 համար պետք է իր գնոջը սիրի ինչպես ասում է իր մարմինը սիրի ասում է ամուսինները իրենց կանանց այնպես պետք է սիրեն ինչպես իրենց մարմինները ով իր գնոջ սիրում է ինքն իրեն սիրում է այսինքն դու քո մարմնիդ հագարակ բան չես անում վադություն չես ուզում գինդ եւ դու մեկ մարմին եք Աստծո խոսքը ասում է չես կարող ասել որ ես ինքս հոգտանում եմ բայց կինս ինքը մինագը գարա պետք է հազա ոչ դու պիտի նկատի ունես իր մարմինը շունչը հոգին ոնց սրբանում է կամ ոչ ամուսնությունը սրբացման համար է նույնպես 1 Պետրոս 3:1-2 գարտացինք սրանից առաջ, որ գիները նրանց վարվելակերպով պետք է նպաստեն ամուսիններին, որ եթե նրանք խոսքի անազանդ են, ինչպես նրանց շահեն։ Ամուսնությունը սրբության վարարան է, ոչ թե երջանկության հանգստավայր։ Իհարկե երջանկության հանգստավայր է, բայց ամեն բանի առաջ սրբության վարարան է, որը մեր նպատակն է, որ մեր ընտանիքները մեր կիներից սկսյալ և ամուսիններից սկսյալ սուրբ լինեն։ Լավ ամուսնությունները գառուցվում են, այլ ոչ թե ծնվում։
Հիմա չես կարող ասել, որ հա ես ամուսնությունը, որ ուզում եմ մեջը մտնել, արդեն իսկ մենք պատրաստ ենք սրա համար։ Հա որոշ չափով այո, պետք է պատրաստվենք, բայց մենք գիտենք, որ ամուսնության կյանքը բոլոր կյանքի համար է։ Չես կարող ասել մի օր, որ ես 10 տարի ամուսնացել եմ, 20 տարի ամուսնացել եմ եւ այլևս պետք չունեմ սովորելու ոնց իմ գնոջս հետ վարվեմ, հարգեմ, ծառայեմ նրան, սիրեմ նրան, հոգամ նրան։ Չէ, ամեն օր նոր բաներ սովորում ենք, ոնց կարանք իրար սիրել, հաճեցնել եւ առաջնորդել միմյանց սրբացման ճանապարհին։ Ամուսնությունը նաեւ բդղապերության համար է։ Դեր ինչ ասեց Ծննդոց 1:28-ում։ Ասեց, որ աջեցեք եւ շատցեք, չէ՞։ Սա Աստծո ստեղծագործության ծրագրի համաձայն է։ Եվ Մաղաքիա 2:15-ում մի քիչ առաջ երբ Մաղաքիա կարդում էինք, 15-ում ասում է՝ միթե Աստված նրանց մեկ չարեց, այսինքն մարդ եւ իր կինը մարմնով ոգով նրանն են, եւ ինչու Աստված մեկ արեց։ Ինչու։ Ինչ ասում է Աստծո խոսքը։ Որովհետև ասում է, որ աստվածավախ սերունդի համար։ Աստծո նպատակը սա էր, որ աստվածավախ սերունդ ինքը ակնկալում է, որ ունենանք։ Ուրեմն եթե սրբացում չի գա, ոնց կարանք աստվածավախ սերունդ ունենալ, աստվածավախ զավակներ ունենալ։ Եթե ցգան գլուխը բդած է, հոդած է, ցգան մարմինն է, բդած հոդած կլինի, չէ։ Եթե ծնողքը աստվածավախ չէ, սուրբ չէ, սրբացման ընթացքում չի աճում, նույնպես երեխաներն ալ կլինեն, բայց Աստված ինքը ցանկանում է, որ այդպիսի մարդիկ զույգերը, որ Աստծո ուխտի համաձայն նրանց հետ, որ Աստված ուխտ դրած է, պետք է նրանք աստվածավախ սերունդ ունենան, բայց եթե քու գնոջը դեմ անհավատարիմ ես, ոնց կարաս աստվածավախ սերունդ ունենալ։ Ուրեմն ասում է հետո, զգուշացեք ձեր հոգիների համար եւ երիտասարդությանը գնոջ նկատմամբ անհավատարիմ մի եղիր։ Եթե անհավատարիմ լինես քո երիտասարդության գնոջ թեմ, քո հոգու թեմ դու գործում ես։ Քո հոգու թեմ հոգևոր պայքար ես մղում։ Հոգևոր պայքարը սատանան այդպես ոնց որ այնտեղ անգյունը բավդած չէ։ Առաջին անգամ ես իմ մեղքիս համար պետք է նկատի ունենամ, մեղքս նկատի պետք է առնեմ։ Եթե ես մեղք գործում եմ իմ գնոջս դեմ, անարգում եմ, չսիրում եմ, անբատվում եմ նրան, իրեն վշտացնում եմ, ցավացնում եմ, անհավատարիմ եմ լինում նրան, ես իմ հոգու թեմ աշխատում եմ։ Աստծո խոսքը ասում է՝ մի արա այդպես, մի արա։ Սամոս 127:3-5 ասում է. ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են եւ որովայնի բդուղը նրա վարձը, ինչպես որ նեդերն են զորեղ մարդու ցերքին, այնպես են երիտասարդ որդիները։ Երանի այն մարդուն, որ իր գաբարջը լցրեց նրանցով, նրանք պիտի չամաչեն եւ տշնամիների հետ խոսելու լինեն դրան մեջ։ Բայց ասպիսի անցմը մենք տեսնում ենք, որ միան կարա բադահել այդ ընտանիքներում, ուր որ սեր կա, հավատարմություն կա, Աստծո վախ կա։ Երեխաները բարձրապես կյանքի գոմնակի ադիցիոնալ ասանք մասեր չեն։ Նրանք ուխտի օրդություններն են։ Նրանք ուխտի օրդություններ են։ Երկու հատ ևս ամուսնությունը ավետարանի պատկերն է։ Ամուսնությունը ավետարանի պատկերն է։ Կարդացինք արդեն իսկ Եփեսացիների 5-ը, ինչու որովհետև ինչպես Քրիստոս իր կյանքը տվեց, զոհեց եկեղեցվո համար, նույնպես ամուսինները պետք է անեն նրանց կիներին։ Եվ սրա մասին է, որ խոսում ենք, որ ամուսնությունը ավետարանի պատկերն է, այսինքն ավետարանը բարձրաբանվում է ամուսնության միջոցով։ Եթե իմ կյանքը ամուսնական լավ չի, հավատարիմ չի, Աստծո խոսքի համաձայն չի, դուք ասեք, որքան ես կարող եմ արդացոլել, դրսևորել Աստծո ավետարանի ճշմարտությունը իմ ամուսնության միջոցով։ Ուրեմն պետք է որ լավ լինի իմ ամուսնությունը, հավատարիմ լինի իմ ամուսնությունը, առողջ լինի իմ ամուսնությունը։ Եվ մենք գիտենք, որ Հայտնություն 19:7-9-ում
Գարթում ենք, որ կառնուգի հարսանիքը գլինի։ Եվ եկեղեցին սպիդակներ ակած նրա հարսը սպիդակով պատրաստած է կառնուգի հարսանիքին, Հիսուս Քրիստոսի հարսը։ Նրա համար ասում ենք, որ ամուսնությունը ավետարանի պատգերն է։ Եկեղեցին ներկայացնում է, Քրիստոսի զոհաբերությունը ներկայացնում է, ինչպես ինքը իր կյանքը տվեց եկեղեցու փրկաքննման համար։ Ավետարանը ամուսնության ամենամեծ պատմությունն է, ասում է եղբայրը։ Ավետարանը ամուսնության ամենամեծ պատմությունն է։ Եվ նայեցեք, այս վերջինը գարամ ասել, որ ոչ թե միակն է իհարկե, ամենակարևոր են այս սկզբունքները, հիմնական են ամուսնության համար, բայց այս վերջինը գարամ ասել, որ ամենակարևորն է, ամուսնությունը ազոպարքի համար է։ Ամեն բան ազոպարքի համար է, հստակ է, բայց ամուսնությունը ազոպարքի համար է։ Ինչ որ ուտեք, ինչ որ խմեք, ինչ որ անեք, 1 Կորինթացիներ 10:31, ինչի համար արեք, ազոպարքի համար։ Ուրեմն, եթե իմ մտադրությունս ամուսնանալն է, պետք է միշտ այդ աղոթքի հոգով, աղոթներու միջոցով ասեմ ով Տեր։ Իմ նպատակս ինչի համար է, որ ես իմ ամուսնությունով քեզ պարավորեմ, ունենալով գինը կամ ամուսինը, որ աստվածաբախ է եւ ընտանիք մը գազվել, աստվածահաճո ընտանիք մը ունենալ, այս ընտանիքից միջոցով Տերը պարավորվի։ Եթե այս հասկացողությունով աղոթեք ձեր աղոթները, ռևոլյուցիան այնտեղ է սկսում, եթե միջեմա չեք արած։ Սա չի նշանակում, որ Տերը ցեզ կար շաբաթ երդասարտը ձեր արջևը կբերի, կամ երդասարտույմը, բայց մեկ բանը սակ է, որ երբ Աստված հարգենք մեր մոդեցումով, մեր աղոթների միջոցով, մնացածը Տիրոջ թողենք, Տերը ինքը ավատարիմ է։ Եթե Տերը ցանկացավ մեզ տալ այնպիսի կողագիծը, որ մենք աղոթքով խնդրեցինք նրանից փառք Տերոջ, եթե Տերը չդվեց, ելի իր պատճառներ ունի եւ հետո կհասկանանք ինչու։ Դերեկամի շաբաթ առավոտ ելի կխոսանք նրա մասին։ Ամուսնությունը վերջին հաշվով։ Նայեցեք, Հռոմայացիներ 11:36-ն ասում է, որ Հռոմայացիներ 11:36, որովհետև նրանից, նրանով եւ նրա համար է ամեն բան։ Մեր ամուսնությունն էլ նրա համար է։ Նրա համար է ամեն բան, նրան փառք հավիտյան ամեն։ Ամուսնությունը վերջին հաշվով գոյություն ունի ազոպարքը ցուցադրելու համար։ Ամուսնությունը վերջին հաշվով գոյություն ունի ազոպարքը ցուցադրելու համար։ Ուրեմն ինչպես ասեցինք, քույրեր եղբայրներ ջան, մեր հարցերի ժամանակ պիտի լինի եւ մենք այստեղ եղբայրներով, քույրերով միշտ ներկա ենք, որ ձեր հարցերը պատասխանենք, նույնիսկ ընդմիջումների ատեն, հիմա աղոթքով կփակենք մեր այս առաջին դասընթացը եւ հետո կշարունակենք։ Մեր հաջորդ մասը հետաքրական է, ինչու որովհետեւ սովորաբար այդ հարցը տրվում է, ոնց ես կարամ գիտնալ ինչն է ազոգամքը ամուսնության նկատմամբ։ Ուրեմն այդ թեմայով պիտի զբաղվենք, աղոթենք։ Սիրելի այր, քո խոսքիցդ այս բոլոր ամուսնության վերաբերյալ հիմունքները հստակ են մեզ համար, բայց մի բան խնդրում ենք ով Տեր, մենք դգար ենք, բայց դու կարող ես։ Մենք օգնության պետք ունենք, որ կարողանանք թե ամուսնացածներս մեր կողագիցներին ավելի հավատարիմ մնանք, ավելի սիրով մնանք, ավելի ներող լինենք նրանց հանդեպ։ Այդ բոլոր բաները, որ սովորեցինք, անենք, քո բարքի համար անենք։ Եվ աղոթում ենք Տեր մեր երիտասարդ եղբայր քույրերի համար, որոնք տագավին ամուսնացած չեն։ Բայց մենք հավատում ենք, որ դու քո առաջնորդի համաձայն եւ քո սիրո համաձայն նրանց հանդեպ, նրանց կողագիցները կտաս քո ժամանակի մեջ։ Եվ եթե չդաս, իհարկե Տեր, քո կամքը օրհնյալ է եւ դու քո նպատակները ունես։ Միայն թե Տեր օգնիր նրանց, որ նրանք քո փառքը փնտրեն նույնիսկ այս թեմայում, որ ամուսնությունը ամեն բանի առաջ իմ քեֆի համար չէ, ապա Տիրոջ փառքի համար է։ Եվ այդ խոնարհությամբ օդիկանանք, այդ հասկացողությամբ օդիկանանք, որպես քո օրհնությունը վայելենք։ Հիսուսի անով, Հորը փառքի համար։ Ամեն։ Վարդան եղբայրս